Սևանի հետ կապված, քարտեզների հետ կապված, որ Պյոտրից ենք ստացել եւ այլն կամ այս լեզվով է գրածել։ Իմիջայլոց այսպես բանով Նիկոլի իբրև թե անդրադարձավ, բայց իրականում այդ փուլում անգամ Ադրբեջան հասկացողություն քարտեզի վրա չի եղել, որ մենք պիտի նաեւ սրա մասին խոսենք, հա, եկել են գրավել են թուրքական անունների են վերածել ինչ-որ բաներ։ Իր նկատումները Ալիևի վերջին փուլի այս հայտարարությունները Ալիևը ինքը նորություն չի, ինքը միշտ էլ այդ հայտարարություններով հանդես եկել է, որ սա պետք է մենք սարքենք Ադրբեջան, Արևմտյան ադրբեջանցիներին պետք է վերադարձնել։ Դա նորություն չի, դա միշտ էլ հայտարարել են։ Դա նորություն չի, բայց այդ Նիկոլիեն նորությունը, որ է ժողովրդի կերակրում է խաղաղություն է բերել։ Այսօր էլ դու գնում եք ժողովրդի հետ հանդիպում եք էլ ինչ որ մասա դեռ ասում է Նիկո 4 պատերազմ բերած մարդը Ալիևեն հայտարարությունները, որ գալիս է մեզ վերցնել։ Ուրեմն կա, մեր ժողովրդին պետք է մենք բացատրենք հետեւյալը, որ խաղաղություն, տեսեք, ես շատ լավ կլինի, որ ասենք օրինակ, որպեսզի մենք հիմա, քանի որ մենք հղումներ ենք անում սրան կամ նրան, օրինակ, եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքական ակտիվ մասը գոնե, օրինակ, ասենք, կարդար Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հուշերը, ապա Հովհաննես Քաջազնունին շատ հետաքրքիր հուշեր ունի այս խաղաղության եւ պատերազմի հետ կապված, շատ հետաքրքիր, ինքը շատ խոհեմ մարդ էր, շատ լուրջ մարդ էր, շատ լուրջ անձնավորություններ, եւ ինքը նշում էր, որ դա պարզ էր բոլորիս համար էլ հասկանալ էլի, որ իսկապես խաղաղությունը մեզ բոլորիս համար անհրաժեշտ է, բայց տեսեք օրինակ շատերը համեմատում են մեզ Բալտյան երկրների հետ։ Բալտյան ժողովուրդները իրար հետ կարան խաղաղության մեջ լինել, որտեղ այնտեղ 3 ժողովուրդներն ունեն մոտավորապես 3 պոտենցիալ եւ այնտեղ չկա մի գերտերություն, որը մեկին մեծ առավելություն տա։ Ասենք օրինակ չկա Գերմանիացի, որ ես ուզում եմ Լատվիան ճնշի Էստոնիային կամ Լիտվային կամ եւ այլն եւ այլն։ Դա համար իրանց մոտ էդի ստացվում է։ Մեր մոտ Ադրբեջանը չի համարում իրան կովկասյան երկիր, ասեմ դες իմանաք։ Դա ոչ միայն հիմա ենք ասում, դա բոլոր կարդացեք արևմտյան պատմաբաններին, կարդացեք Հովհաննես Քաջազնունին, կարդացեք Գարեգին Նժդեի հուշերը, կարդացեք ընդհանրապես արևմտյան փորձագետների, ռուսական, թուրքական, Ադրբեջանը միշտ Իրան համարել ու Ադրբեջան, որ ասում եմ, այնտեղ տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդը, այդ թուրքալեզու ժողովուրդը եղել է 10-րդ դարից։ Ադրբեջան չի եղել, բայց թուրքալեզու ժողովուրդը եղել է։ Իրանք իրանց համարում են թուրքական աշխարհի բաղկացուցիչ էլեմենտ։ Մի պահ իրանք մի որոշակի ժամանակ վերջին 200 տարվա ընթացքում, երբ իրանք հայտնվեցին Պարսկաստանի ազդեցության տակ, իրանք շիական համայնքի էլեմենտ էին համարում, բայց պանթուրքիստական փիլիսոփաները կարողացան մեծ աշխատանք տանել եւ իրանց մեջ թուրքական գիտակցությունը ավելի մեծացրեց եւ կոտրեց շիական մտածողությունը եւ ավելին ասեմ ձեզ, եթե նախկինում ադրբեջանցիների մոտ 90-95% շիաներ էին, հիմա արդեն շիաների քանակը ֆունդամենտալ պակասել է, իհարկե էլի մեծամասնություն են, բայց տարբեր գնահատականներով մոտավորապես 60-40 կամ 65-35% հարաբերակցություն է դարձել եւ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն տանում են մի քաղաքականություն, որով փորձում են թուլացնել շիաների ազդեցությունը եւ մեծացնել սուննիի մասի, որպես իրանք կարողանան այդ թուրքական աշխարհի հետ ավելի լավ ինտեգրվել, որտեղ մնացած թուրքալեզու ժողովուրդները սունիներ են եւ ամենակարևորը գլխավոր Թուրքիան մեծ ճնշող մեծամասնություն իրա թուրքեր են, ու բացի փոքրիկ մի հատ մասի, որը ալավիներին, որոնք ավելի մոտ են շիաներին։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, փաստացի Ադրբեջանը իրան չի դիտարկում հավասար Հայաստանին, Վրաստանին երկիր, կովկասյան երկիր, հարգելի ժողովուրդ։ Ինքը իրան համարում է կովկասյան, բանը թուրքական աշխարհի բաղկացուցիչ մաս, որը նպատ թաթար ռուսներն էին անվանում։ Իրանք իրանց համարում են թուրքալեզու ժողովուրդ, որը պետքա ժամանակի ընթացքում դոմինանտային դեր կատարի այս տարածաշրջանում։ Դոմինանտային դեր ինչա նշանակում։ Էլի Հովհաննես Քաջազնունին։ Դոմինանտային դեր Վրաստանի մասով նշանակում է ենթարկել վրացիներին իրանց վերահսկողության տակ, իսկ հայերին ֆիզիկապես հեռացնել այստեղից, այսինքն քաղաքական իմաստով վերացնել Հայաստանի պետականությունը եւ ֆիզիկապես հայերին այստեղից վռնդել։ Եթե խաղաղ ճանապարհով կամ Վրաստանի մասին չխոսեցիք, այդ շքերթի հետ կապված իրենց արձագանքը։ Վրաստանը որևէ արձագանք չի տվել։ Տեսնում եք, իսկ դուք ասում եք վրացիները կպատժեն, անպայման որտեղ Վրաստանին նեղացրել են։ Վրաստանում մի րոպե կներեք, Վրաստանը անուղղակիորեն այդ մեսիջը ուղարկեց Վրաստանում, ասեմ ձեզ, որ իրենց կենտրոնական բաներից մեկը թույլ տվեցին, որ իրանք նշեն իրենց հաղթանակը։ Կարային թույլ չտային դա, հասկանում եք, իրանք կարող էին հիմա իրանք ինչ են ասում են մենք չենք նշել այդ հաղթանակը։ Ադրբեջանցիները խնդրել են մենք էլ տվել ենք տարածք։ Դուք էլ
հակավրացական բանը դուք չեք առաջարկել Եվրոնեստում։ Դուք տվել եք տարածք, իրանք հակավրացական որոշում են չեք կայացրել։ Իրենք կարային ավելի կոշտ պատասխանեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը վրացիները շատ լավ հասկանում են մեր հոգեվիճակը։ Շատ լավ հասկանում են, որ նույն բանի միջով անցել են իրենք։ Իրանք շատ լավ հասկանում են, որ այս ինչ որ կատարվում է Հայաստանում, իրանք այդ ճանապարհով անցել են։ Իրանք շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ իրանք չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները հայ ժողովրդի հետ։ Սա շատ པարզ խնդիր է, բայց իրանք լավ վրթովված են այս վիճակից, ասեմ ձեզ, եւ շատ տրամաբանական է այդ։ Բախտ ասենք թե վերես 10 տարի հետո նոր ազատագրվեցին Սաակաշվիլուց։ Հիմա ոնց եք մտածում, մենք հələ 7 տարի կարող է արժևում մի 10 տարի էլ կա։ Իհարկե մեր հետագա Հայաստան չի մնալու։ Դու նարատիվ ես տանում, որը ճիշտ նարատիվ տանում է, բայց նաև դատու բաներ եմ անում, նարատիվով դու ինքդ մի կողմից դու բան ես անում, հետո ասում ես թե ինչա տենց։ Նարատիվները շատ կարևոր դեր են կատարում քաղաքականության մեջ։ Եթե դու նարատիվ ես տարածում, որ ինքը կարող հավերժարի մնա, նարատիվը վերջին բաներ եմ, հիմա կասեմ ինչի համար եմ ասում, բայց ուրիշ հարց եմ ուզում տալ։ Տեսեք, մի կողմից ասում ենք, որ եկեք հենց բարձած օրակարգին չանդրադառնանք, ճիշտ եք ասում, ասամ Նիկոլի օրակարգին, որտեղ ինքը մի բան է հրապարակ նետում եւ իր խայտարակությունները, իր դավաճանությունները, այլանդակությունները այդ ամենը փակում է։ Երբ որ մի քիչ թուլանում է, նամակ է գրում թիմակիցներին ասում կամ էլ Աննային է ասում, ակտիվացի, որտեղ գիտի ինքը Անան հենց որ խոսում ես, մի հատ բան ռեակցիա առաջանում, ինչ որ հիմա դուք անդադ մենք խոսում ենք Նիկոլ, մենք միած խաղում ենք, մենք խոսում ենք Իրանից։ Բա ինչ ասեմ, բա ինքն է եկել գրավել երկիրը, ինքն է գործիքը թուրքերի, բա ում անունը տամ։ Եթե ինքը այդ մարդը գործիք է, եւ այս գործիքով Արցախը տվել է, հիմա Սևանը տալիս է, Երևանը տալիս է, բա ում անունը տամ։ Լավ, տեսեք, մեր խնդիրը պետք է կազմակերպել են միֆերը, որ կա։ Հիմա փորձենք միֆեր օրինակ եմ ասում։ Հարցը տամ էլի։ Հիմա Նիկոլը, ասենք, անընդհատ էս ասում, 3 նախագահներ թողան բանավիճեր, ես չեմ ծախի Արցախը բան։ Երբ որ արձագանքում են 3 նախագահները, այս կամ այն կամ սատկացնում են կամ հիմնարար բացատրում են, ես օրինակ ինձ դա, տեսեք, ինձ դա դուր չի գալու, թե ասում, լավ, ոնց կարելի է այս դավաճան սրիկային բացատրել, ինքը ծախել է, ինքը գնացել է։ Հիմա դուք ինչի կողմնակից եք, ճիշտ են անում նախագահները, 2 նախագահները նորից մանրակրկիտ բացատրեցին, որ այս սրիկան ոնց է ծախել մեր երկիրը, ոնց է ճիշտ է թե սխալ։ Ես հիմա sense ձևակերպեմ, տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Ամբողջ խնդիրը 3 նախագահներն էլ զարմացած են, թե իրանք անդադ խոսում են բան եւ այլն, բայց միգուցե բովանդակությունը հասկանալի է, բայց այն ձևը, որ իրանք ասում են, իրանք նույն բանը մեջ պատտում են չհասկանալով, որ ինչ է առաջարկում։ Հիմա տեսեք, ես հիմա մի բան եմ ուզում առաջարկեմ մեր ժողովրդին։ Մի կողմ թողնենք հələ 3-րդ նախագահների խոսքը։ Ես կարանք ասենք, որ դիցուկ ասենք 3 նախագահները ունեն ինչ-որ խնդրեմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ որպեսի հասկանանք ճշմարտությունը որն է, ես կարծում եմ, որ լավագույն ճշմարտությունը, որը կարա ներկայացնի այս խնդրի շուրջ, Իլհամ Ալիևն է, որտեղ Իլհամ Ալիևի խոստովանությունները իրականում ավելի իրականություն, որտեղ Ալիևը ինչ որ հայտարարում է, չէ, ոչ թե դիմի, Ալիևը պաշտոնապես հայտարարել է, թե ոնց է լուծվել Ղարաբաղի խնդիրը, պաշտոնապես է, ոչ թե Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը։ Ալիևը կարդացեք հարգելի ժողովուրդ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի իր ելույթը։ Ուրեմն 2020 թվականի դեկտեմբերի 1-ին իր ելույթում ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, որ ունենք բարձրագույն կրթություն կամ 10% կամ 4-րդ դասարանը ավարտել են, տարաճանաչ են կամ գոնե առնվազն ռուսերեն կարող են կարդան, եթե ռուսերեն չեն հասկանում, կարան տրանսլեյտով թարգմանեն հայերեն, ապա կասեն, իրանք ես ուղղակի կարճ ասեմ, թե ինչ է ասել Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը, որ երբ որ առաջ եկավ 80-ական թվականների սկզբից, երկար ժամանակ միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց Հայաստանի ոչ մի ղեկավար չէր ընդունում այդ դրույթը։ Հետո ինքը հայտարարեց, որ 2003 թվականից միջազգային հանրությունը փոխեց իր տեսակետը։ Եվ միջազգային հանրությունը ինձ ճնշում էր, այսինքն Ալիևին ճնշում էր, որպեսզի Ալիևը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս եւ դրա դիմաց միջազգային հանրությունը խոստանում էր, որ կճնշի Հայաստանին, որպեսզի Հայաստանը վերադարձնի մնացած 7 տարածքները իրեն։ Եվ ըստ էության ասում է հիմնական բանակցությունները սկսած 2003 թվականից։ Հրապարակային եւ կուլիսային մինչեւ 20 թվականը գնացել է հետևյալ ֆորմատով, թե այդ 7 տարածքներից
ինչ կոնֆիգուրացիայով պետք է հանձնվեն Ադրբեջանին եւ Ադրբեջանը երբ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրակրվե անցկացնելու իրավունքը։ Ես ասում եմ պաշտոնապես, այսինքն հետեւյալ ձևակերպումն ասենք, որ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ 91 թվականից ոչ մի Հայաստանի ղեկավար չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Առաջին, հիշենք դա։ Երկրորդը, Իլհամ Ալիևը հայտարարում է, որ սկսած 2003 թվականից միջազգային հանրությունը դադարել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պահանջել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը տարանջատվի 7 շրջաններից, այդ օկուպացված կամ ազատագրված ոնց ուզում ենք ձևակերպենք։ Եվ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հանրակրվե անցկացնելու իրավունք, որպեսզի ինքնուրույն որոշի թե ոնց պետք է, այսպես ասած, իր ճակատագիրը լինի։ Այսինքն դա ասում է պաշտոնապես Իլհամ Ալիևը։ Եվ այստեղ խոսել թե Տեր-Պետրոսյանը, Քոչյանը, Սերժ Սարգսյանը ինչ են ասում, արդեն դառնում է մի քիչ ուրիշ հարթության։ Դրանք արդեն հետաքրքիր է, որ եթե օրինակ եմ ասում, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը հրավիրեր այդպիսի բաց երկխոսության մեջ Ալիևին, ապա բոլորի համար պարզ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել մինչև 20 թվականը ոչ մի երկրի ղեկավարի կողմից որպես Ադրբեջանի մաս, եւ պաշտոնապես Իլհամ Ալիևը նույնպես պնդում է արդեն 2023 թվականին, որ ի ուրախություն իրեն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը։ Սա պարզ փաստ է, այսինքն Նիկոլ Փաշինյանը առաջի երկրի ղեկավարն է եղել, որը հոկտեմբերի 6-ին 22 թվականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, եւ դա հայտարարում է ոչ թե ես կամ Անժելան կամ Պողոսը, դա պաշտոնապես հայտարարում է Իլհամ Ալիևը, եւ ինքը ուրախացած զարմացել է դրա մասին։ Ավելին կարող եմ ասեմ, Նիկոլ Փաշինյանը սկսած 2022 թվականի գարնանից ակնարկում էր Օբերտոնի պատոհան բացեց, որ միգուցե իջացնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, արդեն պարզեր ծախելու է Արցախը։ Արդեն պարզեր է ամեն ինչ, այսինքն այստեղ նույնպես պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը վերջնականապես լուծել է Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Հիմա անցնենք նոյեմբերի 9-ի համաձայնագրին։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով նույնպես կարանք հղում անենք Իլհամ Ալիևին։ Իլհամ Ալիևը ասեց մենք կազմաքանդեցինք մադրիդյան սկզբունքների հակաադրբեջանական, այսպես ասած, այդ փաստաթուղթը եւ կարողացանք հասնել նրան, Ալիևն է ասում, եւ կարողացանք հասնել նրան, որ 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը լղոզեցինք։ Եթե մադրիդյան սկզբունքով Լեռնային Ղարաբաղը պետք է անկախանար 7 շրջանները պետք է հանձնվեր Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի Միչանսկի, հա, ապա նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը դարձավ անորոշ։ Բայց Ալիևը հայտարարում է անորոշ պայմաններում, անորոշ մնաց նաև Լաչինի Միչանսկը, այսինքն մնաց Ռուսաստանի ազդեցության տակ։ Եվ դրա դիմաց նոյեմբերի 9-ով ստացավ Ադրբեջանը միայն հնարավորություն Զանգեզուրով անխոչնդոտ ճանապարհով, որպեսզի Հայաստանը ապահովի ադրբեջանցիների անվտանգ, այսպես ասած, այդ կոմունիկացիան Նախճեվանի հետ։ Այսինքն սա է ստացել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, եթե համեմատում ենք մադրիդյան սկզբունք, մադրիդյան փաստաթղթի հետ, իհարկե բացասական է, բայց եթե մենք հիմա համեմատում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, դա երազանք է, որ արդեն հնարավոր չի հասնել հարգելի ժողովուրդ։ Բայց շարունակեմ, բայց Նիկոլ Փաշինյանը արդեն այն մակարդակի է հասել, որ ինքը չի հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղը ինքը չի հանձնել կամ ինքը ավելին ինքը արդեն ինքը հայտարարում է, որ մենք ինքը ասում է ես եմ հանձնել եւ հանձնելով Հայաստանը փրկել եմ, բարձում է, դուք հասկանում եք, այսինքն մարդու խաբեության աստիճանը ինքը սկզբից ինչ էր խաբում, սկզբում խաբում էր, որ Արցախը Հայաստանն է վերջ, հետո խաբեց, որ մադրիդյան սկզբունքները վատն են, հետո խաբեց, որ ինքը բոլոր տեղերում խաբել է, հետո խաբեց, որ Ղարաբաղում ռուսներն են գցել եւ ռուսներն են հանձնել, դա էլ խաբեց։ Հիմա արդեն, քանի որ այդ բոլոր խաբեությունները ավարտվում են, հիմա նոր խաբեություն է բերում, ասում է, չէ, ռուսներն էլ կապ չունեն։ Ես եմ հանձնել արդեն Ղարաբաղը, հանձնել եմ, որպեսզի փրկեմ Հայաստանը։ Սա այս վերջի խաբեությունն է։ Հիմա, այսպես ասած, ամենավերջին թարմ խաբեությունը կայանում է նրանում, որ ինքը ասում է, այս հիմա ես Զանգեզուրի այս Տրամպի կամրջով ես ձեզ բերում եմ մեծ խաղաղություն։ Սա արդեն այն խաղաղությունն է, այն խաբեությունն է, որ բերելու է Հայաստանի ոչնչացմանը։ Սա ես պարզ ուզում եմ ասեմ, որ այս մարդու խաբեությունների շարքը պետք չի մեջ բերել նախագահներին։ Կարող է այդ նախագահների հանդեպ պետք անել լավ տրամադրություն չունին կամ այս կամ այն շերտը։ Բայց որ Ալիևը խոստովանում է դա արդեն, դա իրեղեն ապացույցն է, որտեղ Ալիևը
առնվազն գոնե միջազգային հանրության տեսակետից